Տեր Վարդանես 3 Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ, որի ժամանակ ձերբակալվեցին զույգ եղբայրներ։ Արդյոք 3 եկեղեցում տեղի ունեցածը ծեսի միջամտություն չէ եւ չեն խանգարել ծեսը իրենց գործողություններով։ Նախ ասեմ միջադեպը դա ասենք պետական արարողակարգի, նաև եկեղեցական արարողակարգի կոպտագույն խախտում էր։ Երկրի նախագահ կամ վարչապետը պիտի նմանատիպ մեծ տոներին, որ եկեղեցին նշում է, պիտի համաձայնեցնելով թեմակալ առաջնորդի կամ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արարողակարգային բաժնի ղեկավարի հետ պատարագի սկզբից ներկա լինի, ոչ թե պատարագի եւ ասենք զարմանում եմ, որ 8 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը չսովորեց, որ վարչապետը կարող է մայր տաճարում պատշաճ կերպով արարողակարգի բոլոր այդ կարևոր հանգամանքները հաշվի առնվելով կարող է մասնակցել պատարագի եւ ինքը պատարագին եկավ կեսից, տեսանյութում տեսնում ենք, որ կեսից է եկել եւ իր անվտանգության աշխատողները հրմշտում էին ժողովրդին եւ տեսանք միջադեպ, որ տեղի ունեցավ, դա մի դպրոցահասակ երիտասարդի եւ իր եղբոր, որը փորձում էր բաժանել եղբորը անվտանգության աշխատակիցներից, պատկերացրեք, ասենք անվտանգության աշխատակիցները հրում էին եւ ագրեսիվ պահվածք ունեին հավատացյալ ժողովրդի նկատմամբ եւ դպրոցահասակ եղբայրները Դավիթ եւ Միքայել Նինասյան եղբայրները խնդիր ունեցան եւ նաեւ եկեղեցում ներկա եղող ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը, որ փորձեց, ասենք, իրավիճակը շտկել, ասենք բաժանում էր ինքը այդտեղ, որևէ ագրեսիվ դրսևորում չի ունեցել, հետո իմացանք, որ 3-ը ձերբակալվել են։ Նաեւ անվտանգության աշխատակիցները ծնոտին հարվածեցին անչափահաս երեխայի։ Ասենք դպրոցահասակ երիտասարդին, ասենք անվտանգության աշխատակիցը կարող էր ուղղակի մի կողմ հրեր, բայց ասենք դրանով չի բավարարվում, ասենք բռունցքով հարվածում է, ասենք կոպիտ կերպով, ասենք երիտասարդին, որը անհամաչափ ուժի կիրառում է եւ տեսնում ենք այդտեղ երկրի, այսպես ասեմ, իբրև թե առաջի դեմքի պահվածքը, որ ասում է լուր մնացեք, գնանք թող ստեղ մնա, այսինքն ինքը ուզում է իրավիճակ մտածելով, որ երիտասարդները կփորձեն փախչել, մնան տեղում, ես դուրս գամ, ինձ դուրս անեք, որ հանկարծ իմ ներկայությամբ չլինի եւ անմիջապես ուղարկում է անվտանգության աշխատողներին, որոնք ասենք, նայեք, ընդհանրապես ասենք ինքը ասենց ատելությամբ լեցուն հայացքով նայում էր այդ երիտասարդի վրա, երիտասարդը ասում է այդպես մի նայի ինձ, որտեվ ասենք պատշաճ չի էլի են կեղծ ժպիտի եւ սրտիկների հակառակ երեսն է, որ ասենք ինքը ասենց էկրանների առաջ ասենց կեղծ սրտիկ է ցույց տալիս, իբրև թե բարեժպտուն է, բայց երբ որ հայտնվում է իր առջև, ասենք եկեղեցականներ կամ հավատացյալ մարդիկ, իրենց հանդեպ ինքը ատելությամբ է լցված, օրինակ ասենք հիշում եմ, որ Ստամբուլ մզկիթ էր գնացել, ինչ լայն ժպիտ էր դեմքին, ինչ ասենք հարգալից վերաբերմունք ուներ այնտեղ մոլաների եւ իմամների նկատմամբ, հաճելի է ձեզ տեսնել, ուրախ եմ ձեզ տեսնել, sense ոտաբոբիկ, ժպիտը դեմքին եւ ասենք ինչու այդ նույն պահվածքը չկա հավատացյալ քաղաքացիների նկատմամբ, հոգեվորականներից նկատմամբ, այդ թվում մինչև բարձրագույն, ասենք, եկեղեցականների վեհափառ հայրապետի հանդեպ ապօրինի կալանք ունի այս պահին, դատարանի ապօրինի որոշումով, ով ասենք վեհափառ հայրապետը չկարողացավ մասնակցել վրաց պատրիարքի նույնիսկ ուղարկավորությանը, այսօր Բանտում arczepiskopos ունենք, Բագրատ arczepiskopos Գալստյանը ապօրինի կալանքի մեջ է եւ քաղաքական, ասենք, հետապնդման է ենթարկվում կեղծ զայնագրություններով եւ տեսնում ենք, ասենք, նաեւ ասենք, որպես Արագածոտնի թեմի առաջ քահանա, այսօր մեր թեմի առաջնորդը չնայած ազատության մեջ է, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, բայց իրեն արգելված է առաջնորդարան գնալ, թեմի եկեղեցիներ այցելել եւ հանդիպել թեմի քահանաներից։ Այսինքն հոկտեմբերից
15-ից մինչև այսօր տասնյակ խնդիրներ, հոգսեր կան, որ առաջնորդի հետ են կապված, թե մի նորմալ կենսագործնեությունը կարելի ասել խոչընդոտված է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Տեր Վարդանես, Նիկոլ Փաշինյանը հաշվառենք, որ ծեսի կեսից եկավ Սուրբ Աննա եկեղեցի եւ կեսից էլ դուրս եկավ, խախտելով այդտեղի հավատացյալների իրավունքը, քանի որ իրեն կանգնած աղոթում էին եւ այդ ընթացքում հրմշտելով դուրս եկան։ Փորձում էր այս նախընտրական փուլում աչքի ընկներ այդտեղ եւ ասենք որոշ կադրեր, ասենք քանի որ նաեւ ինքը այտենց նկարողներով եկել էր, փորձում էր ասենք նախընտրական շոու սարքեր եկեղեցու Երևանի ամենաբազմամարդ եկեղեցիներից մեկում եւ նաեւ տեսանք ասենք անհավասարակշիռ պահվածքը եկեղեցում եւ իր հետ եղող անվտանգության աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ եւ ուժի անհամաչափ կիրառման դրսևորումների ականատես եղան։ Եվ նաեւ նշվում էր, որ մեղադրանք առաջադրելիս անչափահաս երեխաների նշվում էր, որ քաղաքական գործունեություն իրականացնելու ժամանակ են խոչընդոտել։ Եկեղեցում քաղաքական գործունեություն իրականացնելու վայր չէ, եկեղեցում արարողություններ անելու վայր է, եկեղեցական ծեսեր եւ ինքը իր այս քաղաքական խմբով եկեղեցու այս կարևոր տոնին գալով եկեղեցի եւ փորձելով քաղաքական շոուի վերածել եկեղեցու սրահը, ինքը հենց եկեղեցու արարողության խոչընդոտման է մասնակցել եւ որի համար ճիշտ կլինի, որ ինքը քրեական պատասխանատվության ենթարկվի իշխանափոխությունից հետո։ Տեր Վարդանես, կարող ենք համարել, որ սա կարող է պատրվակ լինել եկեղեցու դեմ իրականացվող շարժումը առաջ տանելու համար։ Իրեն որևէ այտենց պատրվակ նման պետք չէ, իրեն ընդամենը պատվեր կա, որը ինքը կատարում է եւ դա կարծում ենք դրսից պատվեր է, որովհետեւ ինքը ներսում նման օրակարգ չկա։ Այդ հակաեկեղեցական շարժումը կարող է ասել ում է ձեռնատու է միայն Ադրբեջանին, Թուրքիային եւ տարածաշրջանի խաղաղությունը խաթարող այն միջազգային կառույցներին, որոնք ասենք հակահայ եւ հակաեկեղեցական են։